Պարոն Նասլանյան, այսօր Սոնա Մնացականյանի մահացու վրա երթի ենթարկած վարորդի գործով, եթե չեմ սխալվում, դատարանի որոշման հրապարակման օրն էր, արդյոք որոշումը հրապարակվել է եւ ինչ է որոշել դատարանը։ Վերաքննիչ քրեական դատարանը ընդամենը կես ժամ առաջ հրապարակեց որոշումը, մասնավորապես այդ որոշմամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը դատավճիռը թողնվեց օրինական ուժի մեջ թողնվեց, իսկ պաշտպանության կողմի եւ դժոխք կողմի վերաքննիչ բողոքները մերժվեցին։ Իսկ սրան ինչ է շարունակել, ինչ ընթացք։ Ըստ էության հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավարության կողմերը բողոքի էին ներկայացրել յուրաքանչյուրը իր պահանջով, մասնավորապես պաշտպանության կողմը արդարացման պահանջ էր ներկայացրել, իսկ դժոխք կողմը, այսինքն մենք ներկայացրել էինք ավելի խիստ պատիժ նշանակելու պահանջ, վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված երկու բողոքներն էլ հետևաբար նաև դրանց պահանջները չեն բավարարվել, այսինքն դատավարության կողմերը, երկու կողմերը բնականաբար դժգոհ են լինելու այս դատական ակտից, առնվազն մենք դժգոհ ենք եւ միանշանակ վճռաբեկ բողոք ենք ներկայացնելու տվյալ դատական ակտի դեմ հենց ստանանք դատական ակտը։ Դատական ակտը հետագայում կտրամադրվի վերաքննիչ դատարանի կողմից։ Իսկ ինչի հետ է պայմանավորված, ըստ ձեզ արդեն 4 տարի քննվում է գործը եւ կա վաղեմության ժամկետը լրանալու խնդիր, չէ, եթե չեմ սխալվում, մյուս տարի ապրիլին է լրանում, այսինքն կարող է հասնել նրան, որ վաղեմության ժամկետը լրանա եւ այսպես ասած պատիժ չլինի։ Ես կդժվարանամ ասել, դա մեծապես կախված է վերաքննիչ դատարանի որոշումը տրամադրելու ժամանակահատվածից։ Եթե վերաքննիչ դատարանը որոշումը շուտ տրամադրի, ես կարծում եմ, որ վաղեմության ժամկետ չի լրանա։ Հետևաբար այս պահին որևէ կանխատեսում անելը դժվար է։ Սպասենք, տեսնենք։ Ընտանիքի անդամները ինչ գնահատական ու կարծիք ունենա որոշման հետ կապված։ Բնականաբար ես ներկայացնում եմ դժոխք կողմին, հետևաբար նաև ընտանիքի անդամներին, եւ եթե մեր բողոքը չի բավարարվել, այսինքն Արամ Նավասարդյանի պատիժը չի խստացվել, ընտանիքի անդամները եւս դժգոհ են։ Քանի որ մենք գտնում ենք, որ Արամ Նավասարդյանի նկատմամբ նշանակվել է մի սիմվոլիկ պատիժ, ակնհայտ մեղմ պատիժ, որը չի բխում նաև վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջներից, այսինքն համասեռ հանցագործությունների դեմ մղվող քրեական քաղաքականության պահանջներից։ Վճռաբեկ դատարանը հստակ չափանիշներ է սահմանել, թե կոնկրետ տեսակի հանցագործությունների գործերով պատիժը ինչպես պետք է անհատականացնել, այսինքն կոպիտ խախտում եւ մի շարք այլ հանգամանքներ, արարքի նկատմամբ անձի վերաբերմունք եւ այլն։ Եվ եթե մենք համադրում ենք վճռաբեկ դատարանի որոշումները սույն պատիժի հետ, ակնհայտորեն տեսնում ենք, որ դատարանները ամբողջությամբ անտեսել են վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունք։ Հետևաբար այս հարցը բարձրացնելու ենք նաեւ վճռաբեկ դատարանի առջեւ։